Աշոտ Նավասարդյանն է միշտ էլ ինձ հետ է անկախ են բանից, թե ես որտեղ եմ կուսակցության մեջ եմ եղել, հետո եմ, որովհետև բացառիկ քաղաքական գործի չէր, բացառիկ մարդ, լուսավոր մարդ ու հանրապետական կուսակցության հաջողությունները էապես կապված են այն հիմքի հետ, որ Աշոտի մասնակցությամբ ստեղծել են 90-ական թվականներին։ Իսկապես Հայաստանի քաղաքական ասպարեզում ինքը բացառիկ մարդ էր իր տեսակով, իր հայրենիքին նվիրվածությամբ, պատահական չէ, որ հանուն հայրենիքի, հանուն մեր ժողովրդի ինքը 12 տարի անցկացրել է խորհրդային ճամբարներում, աքսորավայրերում, բանտում, այնպես որ կարծում եմ Աշոտի մասին իր կյանքը արդեն իսկ ամեն ինչ ասում է։ Պարոն Թորոսյան, ի վերջո Աշոտ Նավասարդյանը իր պայքարի ճանապարհին եւ աքսորվել է եւ բանտարկվել է, դժվարին ճանապարհ է անցել պայքարի։ Նրան երբևէ ընկճված տեսնում է։ Բացարձակ, երբեք, որովհետեւ միշտ հավատացել է, որ հաջողություն լինելու է եւ միշտ հաջորդ իսկ վարքյանից ձևակերպելով որևէ խնդիր, հաջորդ իսկ վարքյանից գործել է հանուն այդ նպատակի իրագործման եւ դա իսկապես իրականացվել է։ Այդ տեսակետից էլ ինքը շատ յուրահատուկ մարդ էր։ Այնպես որ անկեղծորեն ասում եմ, որ հաջողությունները ի վերջո անկախ են բանից, թե ովքեր քննադատում են հանրապետական կուսակցությանը կամ ինչպես են վերաբերում, Հայաստանի քաղաքական կյանքում 33 տասնամյակից ավելի տևած է նոր անկախ Հայաստանի քաղաքական կյանքում հանրապետական կուսակցությունը ունեցել է բացառիկ դերակատարություն։ Չկա որևէ կուսակցություն, որը եղել է եւ ընդդիմություն եւ իշխանություն, իշխանության մեջ, ինչպես ցանկացած իշխանության, իհարկե եղել են եւ թերություններ, սխալներ, բայց ակնհայտորեն կարելի է թվարկել հաջողությունները։ Եվ այդ հաջողությունները գալիս են 90-ականների սկզբներից։ Այդ ուղղությամբ շատ մեծ աշխատանք է արվել, որը շատերը չեն տեսել։ Կարծում եմ պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանը եկավ հենց հանրապետական կուսակցություն եւ առաջարկեց միասին անցնել հետագա ճանապարհը։ Այնպես որ իսկապես մեր նորանկախ պետության պատմության ողջ ընթացքում բոլոր հաջողությունները կապված են 90-ականների սկզբին արված աշխատանքների հետ, բոլոր հաջողությունները։ Ցավոք սրտի հետագա ընթացքը արժանի չեղավ այդ սկզբնական ընթացքին եւ սկսվեցին կորուստները, դժվարությունները։ Խնդիրը այնտեղ է, որ կուսակցությունները սկսեցին չգիտակցել, որ լիարժեք կուսակցություն լինելու համար պետք է կայանալ։ Տեսեք, ամեն մեկը, տեղից վեր կացող ամեն մեկը կուսակցություն է ստեղծում։ Չհասկանալու կուսակցությունը ինչ, ընդհանրապես չի հասկանում այդ կուսակցությունը ինչ է, բայց կուսակցությունը արդարադատության նախարարությունից ստացած մի թղթի կտոր չի։ Կուսակցությունը կառույցներն էլ չեն միայն, բովանդակություն պիտի ունենա, պիտի հասկանան մարդիկ, թե կուսակցությունը ինչ պիտի անի, ինչպես պիտի անի։ Սա է, այսինքն ցավոք սրտի գիտելիքի խիստ պակաս կա։ 90-ականներին կար ոգևորություն, կար դժվարությամբ հայթայթված գիտելիք եւ դա օգնեց այն ժամանակվա դժվարությունները հաղթահարելու։ Բայց նոր ժամանակները նոր գիտելիք են պահանջում, նոր փորձառություն են պահանջում։ Տեղից վեր կացող ամեն մեկը, որ ընդհանրապես ոչ մեկը չի ճանաչում, չգիտի էլ այս մարդը երբ ծնվեց, ինչ արեց իր կյանքում, գոնե մեկ բան արել է, մեկ գործ օգտակար։ Հայտարարում են կուսակցություն ենք ստեղծել։ Այս ձևով ճանապարհ գնալ անհնարին է, որովհետև երկրի ցանկացած երկրի
ընթացքը առաջին հերթին որոշվում է կուսակցությունների որակով։ Եթե այդ երկիրը հռչակել է սահմանադրական հանրապետություն, բայց եթե կուսակցությունները կայացած չեն, անհաջողությունները ցավոք սրտի մի օր գալիս են։ Շնորհակալություն։ Live